ՔԲ վարչությունը, ինչպես գիտեք, ավարտել է պատգամավորության թեկնածուների հայտերի հավաքագրումը եւ անցած շաբաթվանից քաստինգ է իրականացնում, կանչում են, հարցեր տալիս, անկետաներ ուսումնասիրում։ Նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած 380 թեկնածուների մի մասն արդեն անցել է 20 հոգանոց վարչության խավարանով։ Տեղեկացանք, որ արդեն մի քանիսին կտրել են քննությունից։ Հարցաքննությունից հետո վարչության անդամները քվեարկում են ընդգրկել թեկնածուին ցուցակում, որ ներկայացվի ՔՊ համաժողովին, թե ոչ։ Մեզ ասացին, որ դուրս է մնացել շիշ բռնող մականունով Հայկ Սարգսյանը, որի անունը կապվում է քրեական ենթամշակույթ գրողների եւ աղմկոտ պատմությունների, մասնավորապես հայտնի հեղինակություն Չաղ Ռուստամի հետ։ Ասում են, վարչությունից ընդամենը 3 հոգի է կողմ եղել, որ նրա անուն ընդգրկվի ցուցակում, մյուսները մերժել են։ Մյուս մերժվածը գյումրեցի Կարեն Սարուխանյանն է, որին անցած տարի Փաշինյանն ուղարկել էր նարկոտիկի թեստ հանձնելու։ Օրեր առաջ մենք փորձեցինք Կարեն Սարուխանյանի հետ զրուցել վարչության քաստինգից, սակայն նա կտրականապես հրաժարվեց որևէ բան ասել։ Պարզվում է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որի ղեկավարած կառույցի վրա բյուջեից տարեկան 2-ից 3 միլիարդ դրամ գումար է ծախսվում, աշխատավարձ, շենքի պահպանություն, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ, կամ ոչինչ չի անում, կամ էլ անում է ի վնաս ՀՀ-ին։ Մի քանի օր առաջ նա մասնակցում էր Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի նվիրված միջոցառմանը, որի ընթացքում նաև ելույթ է ունեցել խաղաղություն եւ վստահություն, միասնության նպատակ հանուն կայուն ապագայի խորագրով նիստին։ Սակայն որոշել է, որ այս նախկին խորհրդային հանրապետությունում, որտեղ ռուսերենն է ընդունված որպես հաղորդակցության միջոց եւ բոլորը շփվել են ռուսերենով, ելույթ ունենա անգլերենով, մի կերպ թղթից կմկմալով կարդալով ելույթը։ Սա աննկատ չի մնացել։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Աշխաբադի միջազգային համաժողովում ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարների մեծ մասը հաղորդակցվում էր ռուսաց լեզվով, բացառությամբ Վրաստանի եւ Հայաստանի նախագահների, եւ դա դիտարկվել է որպես ՀՀ իշխանության հակառուսական վարքագծի եւս մի ցուցադրություն։ Պարզ է, որ այս մարդը մոռացել է, որ ինքը ՀՀ նախագահն է եւ իրեն պահում է որպես Փաշինյանի մոտ աշխատող մի շարքային ուսապարկ։ Իշխող թիմում նախատոնական հավաքի են պատրաստվում։ Դեկտեմբերի 27-ին ԱԺ քաղաքապայմանագրի ֆրակցիան կառավարության կուսակցական անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԿՊԱ-ական թիմ ներկայացուցիչները հավաքվելու են Արտաշատում։ Նախնական որոշմամբ հավաքի վայր է ընտրվել Արտաշատի ճանապարհին վերջերս բացված Ադանա ռեստորանը։ Իսկ թե ինչ բնույթ կունենա հավաքը, կլինի միայն տարեվերջյան քեֆ ուրախություն, թե նաև քաղաքական ժողով, այս պահին հայտնի չէ։ Թեպետ իշխանականները չեն բացառում, որ երկուսը մեկում արվի։ Չէ՞ որ քաղաքական ժողովների ժամանակ քննարկում են տվյալ պահին ակտուալ հարցեր, ինչն անգամ տոնական հավաքներին հնարավոր չի լինում շրջանցել։ Երեք տեղեկացանք, որ ՔՊ վարչությունը մերժել է նաև ՔՊ-ի հնաբնակներից Հայկ Ցիրունյանի, ինչպես նաև նորահայտ ԿՊԱ-ական Ջուլիետա Ազարյանի Ջուլիի թեկնածությունը։ Եթե Հայկ Ցիրունյանի դեպքում ՔՊ-ում անակնկալի չեն եկել, համարում են, որ նա ասես այլ մոլորակային լինի, իրերն ու երևույթները միշտ սեփական խոափելի սոփայությամբ է վերլուծում, հիշեցնենք նա գործընթաց է երկրում եղբայր թևավոր դարձած մտքի հեղինակն է, ապա շատերն անակնկալի են եկել Ջուլիի պարագայում, որը մինչև վերջին բջիջը ծառայում էր իշխանություններին եւ սրբազանների դեմ ամենակեղտոտ գրառումների ու հայտարարությունների հեղինակն էր, սակայն փաստորեն այդ անznորացությունը չի գնահատվել։ Հնարավոր է, որ նա ինքն իր գործը փչացրեց, երբ մի բանավոր ելույթի ժամանակ անզգուշություն ունեցավ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս հարգալից նախագահ բառն օգտագործել, այն դեպքում, երբ փորձառու ուսապարկերը նրա մասին խոսելիս ասում են մերժվածը։ Ստացվում է, որ մինչ այս պահը ՔՊ խմբակցությունից 4 падգամավոր է մերժվել՝ Ջուլին, շիշ բռնողը, Ցիրունյանը եւ Կարեն Սարուխանյանը։ Իհարկե սա չի նշանակում, թե ՔՊ-ն նրանց անգործ ու անտեր կթողնի, նրանց գործադիրում մի բան կտան, որ ընդդիմության շարքերը չհամալրեն։ Հակակոռուպցիոն կոմիտեն մի տողանոց հաղորդագրություն է տարածել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մասնակցում է դեկտեմբերի 15-ից 19 Դոհայում ընթացող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին։ Կից լուսանկարից երևում է, որ պատվիրակության կազմում են նաև ԲԴԽ նախագահը, արդարադատության նախարարը։ Իդեպ այս անձինք հաճախ են համատեղ գործողումների մեկնում, հավանաբար արդեն պետության հաշվին ոյաժների մեկնող տուրիստական խումբ է ձևավորվել, միմյանց միջև կոնտակտ է ստեղծվել։ Բայց մենք տեղեկացանք, որ չնայած համաժողովի թեման եղել է հակակոռուպցիոն պայքարը, սակայն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ելույթ չի ունեցել, նա միայն ծափ տվողի դերում է եղել։ Ելույթ ունեցել է պատվիրակության ղեկավար Սրփուի Գալյանը։ Թե ինչ են նստում այս ոյաժները մեր պետության վրա, արդեն ոչ մեկին չի հետաքրքրում։ Մենք նկատեցինք նաև, որ պատվիրակության մյուս անդամներն իրենց պաշտոնական էջերում որևէ տեղեկատվություն այս մասին դեռ չեն հաղորդել։
Երեք գրել էինք, որ ՔԲ վարչությունը մերժել է падգամավորներ Հայկ Սարգսյանի, Շիշբռնողի եւ Կարեն Սարուխանյանի հայտերը, որոնք падգամավորության թեկնածություն էին առաջադրել 2026-ի ընտրությունների ցուցակում տեղ զբաղեցնելու համար։ Արդեն քանի օր է ինչ վարչությունը Փաշինյանի գլխավորությամբ քննում է թեկնածուներին ապա քվեարկում կամ գրանցում կամ մերժում։ Այս զտումից հետո նոր ցուցակի հերթականությունը կորոշի ՔՊ համագումարը։ Գրել էինք, որ Հայկ Սարգսյանին մերժելու հարցում վճռորոշ են եղել քրեական հեղինակությունների հետ նրա կապերը, աղմկոտ պատմություններին առնչությունը։ Երեք մեզ պատմեցին, որ մեծ դեր է խաղացել ԱԺՄ-շտական հանձնաժողովի ամիսներ առաջ կայացած Չարաբաստիկ նիստը, որտեղ քննարկվում էր падգամավորի առաջարկած բուկմեքերական ընկերությունների համար 10% շրջանառության հարկ սահմանելու նախագիծը, եւ կրքերն այնքան էին թեժացել, որ Սարգսյանը ՔՊԱ-ականներին մեղադրել էր բուկմեքերների շահերը պաշտպանելու մեջ։ Հիմնական կասկածն ուղղված էր եղել Ալեն Սիմոնյանին, ակնարկը Վիվարոյի սեփականատիրոջ հետ նրա կապերին։ Նիստից հետո Սիմոնյանը Շիշբռնողի դեմ վարչությանը դիմում էր ներկայացրել ֆարքը քննելու եւ նրան նկատողություն տվեցին։ Հիմա նորից են հիշել այդ միջադեպը, վարչության անդամները խիստ քննադատել են, որ նա հրապարակավ անվանարկել է թիմին։ Ասել են՝ դու կարող ես կապեր ունենալ գյուղականների հետ, մի քանի տարում հարստություն դիզել, բայց չես կարող ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը ջրի երես հանել։ Սարգսյանի գրանցմանը կողմ են քվեարկել Արմեն Խաչատրյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո անհայտ մարդիկ միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի Ջևան հատվածում Գորժ գյուղ տանող խաչմերուկից ոչ հեռու չգործող երկաթգծի բետոնե հենասյան վրա կարմիր ներկով գրել էին Նիկոլաշ Շեն։ Թեև Իջևան քաղաքը, որտեղ ծնվել է Նիկոլ Փաշինյանը, այդտեղից մոտ 15 կիլոմետր հեռու է, բայց գրողները հենց Փաշինյանի ծննդավայր Իջևանն էին անվանափոխել նրա անունով։ Սակայն 2020 թվականի աղետալի պատերազմից ու կապիտուլյացիայից հետո անհայտ անձինք այդ գրառումը ջնջեցին, նույն տեղում գրեցին Հայաշեն։ Սույն գրառումը հիմա էլ կա, տեսանելի է միջպետական ճանապարհով անցնողներին։ Որոշ տեղեկություններով Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի ազատման գլխավոր պատճառը Գյումրու 7 վերք եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ ձախողված պատարագն է։ Բանն այն է, որ մարդ հավաքագրելու գործը դրված է եղել մարզպետի վրա։ Այն իրականացրել է Արուշանյանի խորհրդական Վանիկ Մարտիրոսյանը, որը մարզպետի անունից հրահանգել է մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների ղեկավարներին, որ աշխատակազմերով ներկա լինեն 7 վերքում։ Սակայն շիրակցիք պատարագը բոյկոտել էին, հաշված մարդիկ էին մասնակցում հիմնականում Երևանից եւ այլ համայնքներից թափառաշրջիկների խումբներ։ Ստացվեց, որ ոչ միայն Շիրակի թեմի հոգևորականներն ապտակեցին ապօրինի պատարագասերներին, այլև ժողովուրդը։ Եվ իշխանությունն ակնհայտորեն զգացել է իր հանդեպ գյումրեցիների ատելությունը։ Չնայած մարզպետի ազատման մասին պաշտոնապես չեն հայտնել, սակայն երեք նրան փոխարինողի անունն է շրջանառվում։ Չի բացառվում, որ Արուշանյանին փոխարինի Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որն ուրացել է իր քավորին Մանվել Գրիգորյանին եւ անցել ՔՊ-ի թիմ։ ՔԲ վարչության նախորդի նիստին հարցաքննվելու հերթը Նիկոլ Փաշինյանին է եղել։ Հիշեցնենք, որ վարչությունը քաստինգ է անցկացնում, падգամավորության թեկնածու առաջադրվածներին հարցաքննում է, կենսագրությունն է ուսումնասիրում եւ քվեարկության որոշում է ներկայացնել տվյալ անձի թեկնածությունը ՔՊ համաժողովին թե ոչ։ Փաշինյանը մեր տեղեկություններով մի սրտառուչ էմոցիոնալ ելույթ է ունեցել, որպեսզի հիմնավորի իր առաջադրումը։ Ասել է, որ ինքը տակավին 2018-ից առաջ սկսել է պայքարը, որը դեռ ավարտին չի հասցրել եւ որպեսզի ավարտին հասցնի իր առաջ դրած նպատակին, այդ պայքարի ճակատագիրն իրենից կախված չէ։ Եվ եթե թիմը, այս դեպքում վարչությունը, որոշի մերժել իրեն, ապա ինքը չի կարող շարունակել իր պայքարը, կհեռանա։ Փորձել է շոյել կուսակիցների ինքնասիրությունը, թե ձեզնից է կախված իմ ճակատագիրը։ Գուցե նաև կասկածներ է ունեցել, որ վարչությունը կարող է քվեարկությամբ իր թեկնածությունը չհաստատել։ Բանն այն է, որ թեկնածուներին հարցաքննելուց հետո վարչության անդամներն առանց թեկնածուի ներկայությամբ են քվեարկում։ Փաշինյանը ելույթ ունենալուց հետո դուրս է եկել սենյակից, իսկ վարչությունը միաձայն կողմ է քվեարկել։ Մի քանի օր առաջ ԱԺ падգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 միլիոն դրամ է փոխանցվել։ Падգամավորներին չեն պարզաբանել, թե ինչ գումար է, ինչու այդքան շատ։ Որպես կանոն, տարեվերջին պետական գերատեսչություններում, այդ թվում խորհրդարանում աշխատակիցները, падգամավորները այսպես կոչված 13-րդ աշխատավարձ են ստանում եւ падգամավորների դեպքում դեկտեմբերի աշխատավարձի հետ դա կազմում է մոտավորապես 1 միլիոն 200 հազար դրամ։ Դրան գումարած 500 հազար դրամ падգամավորական գումարները։ Իսկ թե ինչ
հաշվարկ է գործել այս տարի, որ գումարը եռապատկվել է, դժվար է ասել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-նախագահը աշխատակազմին պարգևատրելու կարգադրություն էր ստորագրել։ Մենք ԱԺ-նախագահի խոսնակից հետաքրքրվեցինք, թե արդյոք այդ կարգադրությամբ են պատգամավորները 3 միլիոնից ավելի գումար ստացել։ Նա մեր հարցին պատասխանելու համար առաջարկեց գրավոր հարցում ներկայացնել։ Խորհրդարանում 107 պատգամավոր կա, այսինքն 321 միլիոն դրամ պետական բյուջեից գումար է դուրս գրվել, ինչն ավելի քան $800,000 է կազմում։ Իշխանությունն ու փողն այնքան են մեծամտածրել ՔՊԱ-ականներին, որ անգամ ճամբարափող Հայկ Կոնջորյանն է կտրվել գետնից։ ՔՊ խմբակցության ղեկավարը խորհրդարանի նիստերի դահլիճում էլ է որոշել անձնական օգնական ունենալ, որ նեղություն չքաշի մի քանի մետր քայլելու։ Տևական ժամանակ է նկատում ենք, որ խմբակցության անունից ելույթ ունենալու համար ոչ թե Հայկ Կոնջորյանն է մոտենում նիստերի դահլիճում նստած ԱԺ քարտուղարության աշխատակիցներին գրանցվելու համար, այլ նրա փոխարեն դա անում է իր կողքին նստող ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Կամ էլ ոմանք Կոնջորյանի ԱԺ-նախագահ դառնալու հեռանկարին առավել քան լուրջ են վերաբերվում եւ նախապես ուզում են ջերմ հարաբերություններ հաստատել ապագա նախագահի հետ։ Դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ ՔՊ նախընտրական ցուցակը ըստ էության ձևավորում է Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը, իդեպ ինչպես նախորդ ընտրությունների ցուցակը։ Այս անգամ ցուցակում մեծ թիվ են կազմելու կոնկրետ իր ընկերուհիները, իր կրթածները, իր երբեմնի աշխատակիցները, մեծ մասամբ հանրությանը ոչ այնքան հայտնի կանայք, որոնք անձնապես նվիրված են վարչապետի կնոջը։ Եվ ՔՊ-ում, որտեղ առանց այն էլ Փաշինյանի կնոջ հանդեպ մեծ սիրով լցված չեն, դա շատ վատ է ընկալվել։ ՔՊ-ականները բողոքում են, թե պրոշներն ուրացրած, բոտոքս արած աղջիկներ են խորհրդարան գնալու։ Թեկնածուների անունները դեռ հայտնի չեն, մեզ հաջողվեց պարզել, որ իր թեկնածությունն է առաջադրել Աննա Հակոբյանի նախկին օգնական Էսթեր Սահակյանը, որը 2024 թվականից նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։ Էսթերն Ազատություն ռադիոկայանի նախկին լրագրող Նանե Սահակյանի քույրն է, բանասիրական եւ պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանի դուստրը։ Նիկոլ Փաշինյանը պարզվում է ոչ մի կերպ չի մարսում նոյեմբերի սկզբներին խորհրդարանում սեփական ուսապարկերի ուշանալը նիստից, երբ ինքը նստած նրանց էր սպասում 26-ի բյուջեի քննարկմանը եւ այդ հարցը ԿՊ քաստինգի առանցքային հարցերից մեկն է դարձրել։ Հիշեցնենք, որ այդ օրերին ԿՊ-ական պատգամավորները երկու անգամ տհաճ անակնկալ մատուցեցին շեֆին, ուշացան նիստից, որի հետևանքով քվորում չեղավ, նիստերը 20 րոպե ուշ սկսվեցին։ Նա դա որպես իր անձի հանդեպ անհարգալից վերաբերմունք է գնահատել ու եւ նախատում էր Ալեն Սիմոնյանին ու Հայկ Կոնջորյանին, լրագրողական օթյակում անգամ լսվում էին նրա հանդիմանությունները։ Թվում էր, թե ոչ մի արտառոց բան չկար, ԿՊ-ական երեսփոխանները միշտ են անպարտան ճանաչ եղել, բայց այս անգամ նյարդային լարված վիճակում գտնվող Փաշինյանը չի մարսել այդ պահվածքը եւ դրանում իր դեմ ուղղված դավադրություն է տեսել, ենթադրելով, որ դա արել են ցույց տալու, թե ինքը չի տիրապետում իրավիճակին։ Մեզ պատմեցին, որ նա վերցրել է այդ օրերի բացականների ցանկը եւ հիմա նախընտրական ցուցակում տեխնացուների գրանցման գործընթացի հարցաքննության ժամանակ նախ տեխնացուից ճշտում է, թե ինչու էր այդ օրը ԱԺ-նիստից ուշացել, փորձում է հասկանալ, թե որքանով է հիմնավոր կամ անհիմն նրա պատասխանը։ Ուզում է համոզվել, որ դա եղել է ոչ թե իր դեմ արված հատուկ քայլ, այլ իսկապես անպարտաճանաչության դրսևորում։